Ողջույն, եթերում կրկին իմպետություն հաղորդաշարն է, եւ այսօր իմ հյուրն է ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այսօր մենք խոսենք պետության մի կարևորագույն եւս մի կարևորագույն գործառույթի մասին, քաղաքաշինական գործառույթի մասին, որը մի քիչ էլ ձեր մասնագիտականն է, բայց մեր զրույցը ինչպես միշտ սկսենք գլխավոր հարցից՝ ինչ է պետությունը։ Ոչ գիտական պատասխան։ Իմ կարծիքով պետությունը մի կառույց է, որը պետք է ծառայի տվյալ ազգի ինքնությանը եւ հարատևմանը, մշտապես բարելավելով նրա հոգեկերտվածքը, նրա սոցիալական վիճակը, տնտեսական կացուդարձերը, այդ ամենը հոգացող կառույց է։ Ազգային պետության կողմնակից։ Այո, միանշանակ։ Ինչ է կատարվում քաղաքաշինական ոլորտում այսօր։ Քաղաքաշինական ոլորտում խիստ ապազգային պատկեր է տիրում եւ ոչ միայն ապազգային, այլև այսպես ասած հակաքաղաքաշինական պատկեր է տիրում, ընդհանրապես քաղաքաշինություն հասկացողությունը այլևս գոյություն չունի։ Կա ուղղակի վայրի շինարարություն, այսինքն կա մասնավորի շահ բացառապես, կա սպառողական հասարակություն շահագործելու այսպես անկոտրում միտում մշտապես, որը 30 տարի շարունակ, 37 արդեն ու այս վերջի 7 տարում 5 անգամ ավել, քան նախորդ տարիներին։ Ահա այս տենդենսը կա։ Դա միայն Երևանի վրա է տարածվում, թե ընդհանուր հանրապետությունով կա այդ տենդենսը։ Քանի որ մարզերը, այսպես ասած, բացի թողի են մեծ առումով, առայժմ այսպես շատ նկատելի Երևանի պարագային, բայց իհարկե մարզերում էլ արդեն ինչը որ նոր կառուցապատում է մեծ առումով սկսում են այդ նույն սխալներով այդ աղետալի ճանապարհով էլի։ Իսկ դա մասնագիտական գիտելիքների բացակայության խնդիր է, թե դա շահի հետևից։ Շահի խնդիր է, որովհետև իհարկե մասնագիտական դպրոցը ջարդել են ու մեծ առումով մասնագետը կամակատար է դարձել։ Այդ ամբողջ այդ աղետալի պատկերը, ես ասում եմ, դրանք ամեն մի կառույց, ամեն մի այդ աղավաղող կերպար կամ ասենք քաղաքաշինական նորմատիվներին չհամապատասխանող լուծում, դրանք բոլորը ունեն իրենց մասնագիտական արվեստանոցները, այն կնիքները, որոնք տրվել են, այն նախագծերը, որոնք արվել են եւ հաստատվել են։ Ասենք թե հիմա այնտեղ մի դեպքում կոռուպցիան մեծ է եղել, մի դեպքում չի եղել ուղղակի, թողել են ծանոթ բարեկամով, մի դեպքում չգիտեմ, բայց հեղեղ է ուղղակի այդ ամենը։ Այսինքն այդ ճարտարապետական համայնք կոչվածը ինքը բան չի դառել, հա։ Ճարտարապետական համայնքը չի, բացառապես լծակներ չունի, քաղաքաշինական խորհուրդ կար մի ժամանակ, հիմա էլ կա ինչ-որ, բայց ասենք կամ իրենց մարդիկ են ներգրավում, կամ ասենք մասնագետի կարծիք ամեն դեպքում մնում է որպես իբրև կարծիք, այսինքն կուզենք հաշվի կառնենք, կուզենք չենք առնի, այսպես։ Շատ աղաղակող այդպես որ կուզենայիք ուշադրություն դարձնել աչքի հրավիրել այտենց, որոնք եք համարում ամենաանենց լուրջ շեղումը քաղաքի։ Ամենամեծը նախ եւ առաջ Երևանի ծանրաբեռնումն է, գերխտացումը, մենք ստեղծում ենք քաղաք-պետություն եւ ողնաշարը Հայաստանի այսպես անխնամ թողնելով շատ դյուրին կերպով դրանք հանձնում ենք մեր հարևաններին։ Եթե հողն ու ջուրը տեր չունի, անշուշտ մեկ ուրիշն է դրան տիրանում։ Մարզերից բերում ենք քաղաք, անընդհատ խոսքը այդպես է, քաղաքն էլ իր կերպարից, իր այդ ամբողջ այդ ասում եմ քաղաքաշինական նորմերից շեղել ենք ու սարքել ենք մի ստրեսի բուն, սարքել ենք այսպես այդ սպառողական մի աղմուկ, այդ է։ Բոլորս էլ ուղղակի բավարար է նույնիսկ հյուր լինելով, եթե նույնիսկ չես էլ ապրում Երևանում, ուղղակի մեկ օր անցկացնել Երևանում, հասկանում ես, որ ինքը հարմարավետ չի ընդհանրապես ու քանի գնում ավելի բարդանում է։ Դա իդեպ այն պարագայում, երբ Ալեքսանդր Թամանյանի նախագծած քաղաքը դառնալու էր ամբողջ այսպես ասած աշխարհի համար օրինակելի քաղաք։ Եվրոպական ցանկացած քաղաքին մակարդակով համարժեք, իհարկե հնություններով մենք չենք համեմատվի, բայց որը ունի համարժեք կոլորիտ, միևնույն ժամանակ այդ նոր լուծումներ քաղաքաշինական, կանաչ տարածքներ, լայն մայթեր, փողոցներ, մի խոսքով այդ ամեն ինչը հաշվի առնված կար այն ժամանակ ու
մինչև էս հետ անկախության շրջանը մենք ճիշտ է սովետական շրջանում վերջի տարիներին էլի աղավաղումներ եղան, բայց ոչ էս աստիճանի։ Սա ինչ որ ասում արդեն էս անկախությունից հետո։ Ես կարծիքներ եմ լսել, որ շատ ասում են դե Թամանյան հասկացանք ինքը այդ թվականների համար էր հենց բան, մենք առաջ գնալու բան չունենք, նոր հենց նախագծեր, նոր մտքեր չկա քաղաքի զարգացման, թե պետք է մնանք այնպես ինչպես նախածիկ գծել է Թամանյանը։ Դե եթե սա է առաջ գնալը, առաջ գնացել ենք, բայց սա առաջ գնալ չի, սա ոնց որ ասած այդ ինչ ասեմ են Պլինդուզը հայերեն չգիտեմ ենթապատակ հատակապ հայտ է ինչ է ասում կարծես, այ դրանից ներքև այն որ արդեն շախտյորներին բարև ենք տալիս, էլի դրանից էլ ներքև այդ վիճակում ենք գտնվում, եթե դա առաջընթաց է։ Իհարկե, առաջընթաց պետք է լինի նոր լուծում, բայց դա պետք է արվի գրագետ։ Թամանյանը իդեպ պատահականներ չէր մտածել, այդ 300,000 կամ մինչև 500,000 քաղաքը լրիվ բավարար էր, որ մենք ունենայինք համարժեք, ասենք, մեծության մոտավորապես, ասենք 300,000 Վանաձորը, Գյումրին, այնտեղ չգիտեմ, Գորիսը, Ղափանը մարզերը հավասար այսպես ցանցային ձևով Հայաստանը ավելի սենց ընդհանուր կպահվի հավասարաչափ բաշխված կլիներ իհարկե կենտրոնացված է հիմա թե ռազմական ապահովության առումով ամեն տեսակետից սա լուրջ խնդիր է որովհետև ասեմ 15 տարի առաջ այնից հաշվարկ էին ներկայացրել ճապոնացի չինացի մասնագետներ էին եկել եւ ասենք այս հակասեյսմիկ նորմերը հաշվի առնելով ասել են որ միջին ցերեկային ժամի մի ցնցում եթե եղավ մի 400,000 զոհը արդեն կա հիմա պատկերացրեք դրանից այս կողմ 5 անգամ ներկայիս քաղաքապետի խոստովանությամբ այդ պատկերը ոնց որ ասած աղագնացել է մենք մի փոքր վթար ենք տեսնում ու միանգամից 9 բալանոց կամ մի հատ անձրև է գալիս 9-10 բալանոց խցանումներ են արդեն բարձր ցանկացած արտակարգ մի այլ իրավիճակի դեպքում դա կլինի պատերազմ թե բնական աղետ իրոք կոլապսի կենթարկվի ու ինչ լուծում կա այս դեպքում այս իրավիճակում լուծում չկա ասեմ լուծումը միակ կարող է լինել հեռանկարային այսինքն 50-ից 100 տարվա պլան պետք է մշակվի այդ շենքերի ծերացման եւ այլն այսինքն այնտեղ էլի խիստ ընտրության որը պետք է պահվի որը պետք չի բոլորը այսպես հուշարձանացնել բնական է գոտեվորման լուրջ նախագիծ պետք է մշակվի տարիների ընթացքում իրականացվի ու դրան պետք է հետամուտ լինի այսպես բանիմաց մի կառույց պետական որովհետև այլ դրանք քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը բացառապես իրենց վերելքն ու անկումը ցուցադրում են պետության վերելքի ու անկման հետ համարժեք սա է ասենք արվեստի մյուս ճյուղերը կարող են ստեղծագործողի հաշվին գոյատևել բայց ճարտարապետությունը դրա հնարավորությունը չունի մեծ գումարների մեծ կապիտալի հետ է կապված այսինքն այս այն ինչ որ արդեն կատարվել է սա ուղղելու կամ փոխելու էլ տարբերակ չկա չէ իհարկե փակողում մեջ ենք ամեն առումով այս նույն խցանումները միտեղ բացեն միտեղ փակեն մի ուրիշ տեղ է կուտակում լինելու ասենք այս որովհետեւ մայրաքաղաքը պետք է տեղափոխել դե ճիշտ կլիներ մի հատ ասեի իմ կարծիքով օրինակ այս Թամանյանի քաղաքը կարելի էր սառեցնել մի ազատ տարածության մեջ այս նոր տենդենսով սարքեին ու տեսնենք ով որտեղ կուզենար ապրել կլինեն բնակիչներ իհարկե որ այդ աղմկալի այդ ասենց ասած ցածր ազատ վիճակն են սիրում դե թող գնային իրանք էլի այնտեղ բայց հիմա ոնց որ ասած մենք բոլորս ազգովի ընկել ենք այս կաթսայի մեջ էլի դե հիմա ընկել ենք ինչ անենք ինչ լուծում եք լուծումը դա է պետք է ձևավորվի նորմալ իշխանություն կառավարություն որի առաջնահերթ խնդիրներից պետք է լինի դա որովհետեւ ասեմ քաղաքաշինությունը ոչ միայն այդ երկրի դեմ դիմագիծ եւ այլն այլև մեր կոնկրետ այսօրվա աղետների թիվ 1 պատճառներից մեկը ոչ այդքան բանակի փչացած լինելն ոչ այդքան ուրիշ ոլորտների որքան հենց քաղաքաշինության այդ մեծ գումարները որ ներդրվել են Երևանը ապականելու վրա եթե դրանք ուղղվեին ասենք նույն պատերազմից առաջ այդ 2 տարի ժամանակ կար իդեպ նամակով ուղերձները եղել էին որ պատերազմը անպայման լինելու է իրենք էլ բացահայտ ասում են այլ ընտրանք չկար 2 տարում պատկերացրեք ինչ ինժեներական աշխատանք կարող է իրականացվել ջերմուկի կռիվների ժամանակ բաց դիրքերում են զոհվել մարդիկ ասենք հողի ծածկ էր էլի ծածկ չկար առհասարակ ասենքն այդ պատկերացրեք այս բետոնը որ թափում են քաղաքի գլխին ասենց ծայրից ծայր ամբողջությունը կարող էր ամրակայվել դա մի պարզ օրինակ եւ մնացածը ի վերջո տեղացին է կապիտալ ունեցող
բնակիչն է պահում, նաև տեղանքին ծանոթ է եւ թիկունքն է ապահովում զինվորի իդեպ ասեմ հիմա այս հենց այդ միտվածությամբ հարևան երկրի առաջնորդ նախագահն Ալիևը 21 թվականից այդ ծրագիրը ներդրեց ու հետամուտ են լինում հենց դրան բնակիչներ պետք է բերեն, այսինքն գաղթականներ, այսպես ասած, իրանց ճակերտավոր, որովհետև մեր պատմությունն էլ է ցույց տվել դա։ Այն հատվածները, որոնք իրանք տեղահանարեցին, տիրացան ու դա մնաց իրենց։ Այն հատվածները, որտեղ մենք կարողացանք, դա մնաց մեզ, դա փաստ է։ Գաղթականը սովորել մի տեղից մյուս տեղ վազելու։ Կապիտալ ունեցող բնակիչը դա արդեն լուրջ խնդիր է։ Հիմա եթե իրենք այդ հարցը լուծեն, նա ասել է, եթե գաղթականների հարցը մեկ էլ այդ ճանապարհը լուծենք, հաշվեք այդ երկիրը մերն է, բաց այդ ասում է մարդը, բաց այդ էշին նկարում տակնել մեծ տարերով գրում է էշ, բայց մարդիկ այդքանը չեն տեսնում շատերը։ Մի փոքր էլ խոսենք պատմամշակութային արժեք ներկայացնող այդ դեպքում արդեն շինություններից, կառույցներից վերջերս աղմուկ էր Ծիծեռնակաբերդի թեմայով, Կասկադի թեմայով, էլի ենք ունեցել նման շինություններ, ինչ է կատարվում այդ ոլորտում։ 10-ից ավել տասնյակ, մի քանի տասնյակ հուշարձաններ ավիրվեցին, միջավայրը ավիրվեց, այդ նույն կառույցները, որոնք հուշարձաններ են կամ ասենք արժանի էին, որ հուշարձան դառնային, իրենց միջավայրը ապականվեց, այսինքն դրանք այլևս այն հնչեղությունը, այն ազդեցիկությունը չունեն։ Ապականվեց այդ հարակից անմասշտաբ շինարարությամբ, ապականվեց կցակառույցներով, տարբեր կոսմետիկ միջամտություններով, սկսած այդ օդորակիչներից, պաստառներից, այդ կոմունիկացիոն լարերից եւ այլն, այնպես ահավոր փնթի մի վիճակ է տիրում, ինչպես նշեցի այդ պլինդուզաս շրիշակից ներքև վիճակ ու ասենք պատկերացրեք տներում կարգավորված են միջավայրը պահում, չէ՞, մարդիկ վերջո սառնարանի իրերը չեն հայտնում տեղաշորի մեջ, այդ յոլղան դոշակներ չեն բերում մտնում սառնարաններ, բայց քաղաքի պատկերը այդ թափթփած այնպես սխառնի խուռն տան պատկերն է, էլի որ որևէ իր տեղում չի գտնվում։ Աչես մեծ շուկով նշվեց, այսպես ասած, ազդարարվեց կամ ներկայացվեց Կասկադի վերակառուցման կամ ավարտական փուլի ծրագիրը, դրա մասին ինչ կասեք։ Դե հերթական խայտարակությունն է, քանի որ Երևանի թիվ 1 խորհրդանիշը էլի մշակութային եղեռնի են ենթարկում։ Կասկադը ունի հեղինակային նախագիծ, մեծ վարպետների կողմից իրականացրած, աշխարհում բացառիկ կառույց է նաև ոչ միայն Հայաստանում, թե իր այդ շինարարական հզորությամբ, թե ճարտարապետական մտքով ու հեղինակային նախագիծը անավարտ թողնելով վերնամասում հերթական այդ կարկատան են իրականացնում։ Գաղափարը ջարդում են, այդ հյուսիս Արաֆ առանց Կարատին նայող Թամանյանի մտածած կոտրում են, չեն թույլատրում, որ Հայաստան համալիրը միավորվի պետականության կոթողին, ինչ որ ժամանակին ասում էին 50-ամյակի կոթող, բնավ գաղտնագրված է եղել իբրև հայոց պետականության կոթող։ Ու այդտեղ մի խորտ ծավալ են կոմերցիոն բնույթի ծավալ են տեղադրում։ Սա է պատկերը։ Հեղինակներից մեկը Ջիմ Թորոսյանը, որի արվեստանոցով իրականացվեց կառույցը, հանգչում է Կոմիտասի կողքին ու պատկերացրեք սերունդները եթե այցի գնան մի օր ու իմանան, որ ասենք ի վերջո գործն է հավերժ, գործով է մարդ հավերժանում, իր այդ հավերժությունն են ջարդել, այսինքն իր լավագույն կառույցը գլուխ գործոցը, այսպես ինչ որ անիմաստ կերպով թողել են անավարտ, ոնց որ ցանկացած երգ ստեղծագործություն թողեց անավարտ։ Դա իր ասելիքը չի ամբողջացնում։ Այսինքն ինչ պիտի լիներ, ինչ են հիմա ինչն է հեղինակային նախագիծ կա, չէ՞ որ Կասկադը սկսել է կառուցվել, այս 70%-ը։ Սա նոր նախագիծն է, չէ՞ ինչ կան։ Սա նոր նախագիծն է, տեսեք, այն հատվածում, որ ավարտվել է, իրականում պետք է նույն կերպ այդ աստիճանները շարունակվեն ու միանային այդ կոթողին։ Ու նույն ոճով, նույն ոգով, նույն գաղափարով այնտեղ կուլմինացիոն մի հատված կա, ասենք սիմֆոնիայում ինչպես է վարիացիաները գնում են, հետո ինչ որ ասենց սկսում են ավելի տենց վեհ կտորներ եւ այլն,
ամբողջ ծավալը մի խոսքով ստեղծագործած է, ամեն մի գիծը, ամեն շարժումը, ամեն դեկորը, նույնիսկ ամեն այդ շարվածքի ելևէջը այստեղ նշանակություն ունի, էլի։ Սա ստեղծագործն ինչպես կտավը, նկարչի կտավը, սա արվեստի գործ կառույց է, այսինքն այնտեղ չեն կարող որևէ, ասենք, չգիտեմ, մի մեծ նկարիչի կտավի վրա ինչ որ մեր ճաշակով ինչ որ մի բան ավելացնենք, ասենք, մի քանի էջ Ծարյանի նկարի վրա ավելացնենք, աջ կողմից մի քանի ուղտես կողմից չեն կարող նման բան մեզ թույլ տալ, նույնը այս դեպքում։ Այսինքն կամ մենք փչացնում ենք այդ կառույցը, մի կողմից էլ ոնց որ ասած խոսքը անավարտ ենք թողնում ու ուտեղ էլի ինչպես որ այս ամբողջ քաղաքը կառուցվեց, էլի լրիվ իրար հետ կապ չունեցող, այսպես կոմերցիոն շինություններ կողքնել իդեպ տարածք են հատկացնում կառուցապատողին, որ այս կտորը նվեր տա իր միջոցները, բայց այնտեղ էլի իր բարձրահարկերը տնկի ու ունենանք այս Դալմայի այգու պատկերը մոտավորապես, էլի Արարատը փակվի, էլի այդտեղ քիչ շինարարություն, որտեղ որ պետք է կանաչ լիներ, այս գեղեցիկ պաստառներով ճակերտա որ ասած այս գլամուր ռենդերներով մարդկանց աչքը խափում են ու այսպես ասած ինչ որ ռելաքսային երաժշտության տակ այսպիսի նյութեր են տեղադրում, ամբողջ քաղաքը այս ավելի բարեկարգ Երևանը այս տիպի պաստառներով ստեղծեցին այն պատկերը, ինչ որ ամբողջ այդ տեսարանն է փակում, ասեք, սա ծայրամասային են, ամենածայրամասի են էլ ազիատ երկրների ծայրամասի շինարարությունը էլի, բայց սա մեր քաղաքի կենտրոնն է արդեն։ Այդ նույն վիճակի, այս նույն պատկերի շարունակությունն ենք տեսնելու Կասկադի գլխին։ Բայց այդ կառույցները բոլորը առանձին հրամցվել են այդ գունավոր, sense այսպես ասած գեղեցիկ կոնտեքստից կտրված պաստառներով։ Այսինքն ամեն դեպքում մենք արդյունքում, եթե ստացվեց այդ կառույցի վերջո կառուցեցին, մենք ունենալու ենք ավելի վատ պատկեր, քան ունենք այսօր։ Մենք այսօր ունենք ուղղակի անավարտ շինություն, ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք ասենք կիսավեր են, պետք է ռեստավրացիայի ենթարկվեն, վերականգնվեն։ Իդեպ այդ ավերակը ինքնին է էլի արժեքավոր է, էլի, բայց ասենք պատկերացրեք այդ ավերակի կամ ասենք այդ անավարտ հուշարձանի վրա ինչ որ նոր բան կառուցեն, իսկ այդ նոր բանը, այն որ ասած, եթե աղբ թափեն, այդ աղբը մաքրել կլինի։ Բայց շինարարությունը ինքն աղբն է, որը ասենք մի 50-100 տարի ամրակայվում է։ Սա ունենալու ենք այդ այլանդակ պատկերը եւ կորցնելու ենք ստեղծագործությունը, մեծ առումով արդեն այս ստեղծագործությունը նույնպես իր այդ ամբողջ ներուժով չի ներկայանալու։ Կառույցները արդեն Այստեղ իդեպ տեսեք Կասկադի աջ եւ ձախ կողմերում հենց իր լայնությամբ 50 մետր լայնությամբ վերից վար կանաչապատում էր նախատեսված ըստ գծագրի։ Բայց իրականության մեջ այստեղ շենքեր են բան, այստեղ արդեն ասում են նույնիսկ ազատ հող չի մնացել, այնտեղ 2-3 մետր ինչ որ տարածքներ նույնիսկ չի մնացել, որ գոնե մի քիչ այդ ծառերը դնես այդ կողքի այդ շինություններից առանձնանա, այո։ Այդ օրինակ ինչ քանդելու են այս շենքերը, որպեսզի այդ կանաչը ստանան, մի քիչ հավատալի չի։ Եթե ուզում ենք իրականությունը այն լավ Երևանն ենք ուզում, միանշանակ ասում եմ 50-ից 100 տարի հետո գոնե պետք է հաշվի առնել այդ ամենը եւ գոնե կենտրոնի հատվածը ստանանք, էլի, որովհետեւ դա արդեն նաեւ մեր պատմությունն է 7 դար լռությունից հետո վերածնված։ Եթե ուրիշները ունեն ահռելի քանակի եվրոպացիները եւ այլն, տենց անխնա ունեն հարուստ պատմություն ու այսպես խնամված, փայփայված, մենք այս մի փոքր կտորներ համանյանական քաղաքը։ Դրանից առաջ են սև շենքերը ցարական, ասենք պարսկական, մուսուլմանական ինչ-որ ոճերի միքսերով բան, դա ինչ-որ ինքնության ճարտարապետություն չէր։ Այդ ազնվազարմ հայկական ճարտարապետությունը ու դրան շարունակող, ասենք, այս մոդեռնիստական հայկական ճարտարապետությունը Ջիմ Թորոսյան, Ռաֆայել Սրայան եւ այլն, դրանք են մեր դեմքը ներկայացնողները։ Փորձել եք դիմել եք, բարձրաձայնել եք այս մասին ինչ են ասում։ Մենք իդեպ ստեղծել ենք Կասկադի հեղինակային նախագծի պաշտպանության մի խումբ եւ 200-ից ավել ստորագրությամբ արվեստի գործիչներ, շատ տարբեր մասնակցության մարդիկ միացել են ստորագրավակին, այդ նամակով դիմել ենք բոլոր պետական ատյաններին, երկու տեղից ենք ինչ որ պատասխանը ստացվել, այդպես լղոզած։ Իդեպ նույն տիպի, ասենք, ավելի մանրամասն նամակով ճարտարապետների պալատներ դիմել, էլի անպատասխան են թողել, այսինքն բանի տեղ չեն դրել, իրենք իրենց ծև գործը անում են, միտեղ որ փողի համը առնում են, էլ աշկների առաջ ծևանում է ամեն ինչ։ Իսկ
Որն է այն նախորդ նախագիծը կամ դուք ինչ լուծում եք հիմա տեսնում, որ կուզենայիք որ դա իրականանար, եթե տես նախաձեռնող խումբ կա, ունեք այլ նախագիծ։ Դե նախագիծը պետք է հեղինակների Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գյուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի համատեղ արված նախագիծը, որը խորհրդային տարիներին հաստատվեց 88 թվականի երկրաշարժից հետո շինարարությունը կասեցվեց մի պահ։ Այդ նախագծով պետք է ավարտին հասցվի։ Սա մոտավորապես այդ նախագծի այսպես էսկիզային ձևն է։ Ուղղակի գոյություն ունեցող իրավիճակը արդեն այդտեղ խորը փոս է առաջացել։ Գաֆէսճյանը ժամանակին շատ ավելի սարսափելի մի բաներ այդտեղ ուզում վերհառնեցնել, բարձրահարկ, դիմացը ռեկլամային շատ մեծ բանակ, շատ բարձր մի կառույց, ինչ որ դա չստացվեց, բարեբախտաբար հաշվարկն էին սխալ ասել, թե ինչ որ շինարարություններին չգնաց, ճանաչավ անավարտ թողեց։ Հիմա վերադարձվել է քաղաքին, այսինքն քաղաքապետարանին է։ Արդեն գոնե այդ դեպքում, եթե այն ժամանակ մասնավորիններ ու հուշարձանի ցանկում չէր, ինչ որ տեղ, ասենք լավ, ընդունում ենք, որ չէր հասկանում այդքան բանը, բայց հիմա ախր պետությանն է ու պետությունն է պարտավոր, չէ, ասենք ծառայի այդ ազգի շահերին, բայց նա ծառայում է էլի կոմերցիոներների շահերին։ Այստեղ այս փոսորակի հետ կապված համահեղինակներից Ասլան Մխիթարյանը, ով այժմ գործող ճարտարապետ է, մի քանի տարբերակ է առաջարկել, այս դեպքում կարծես կասկադի ոճով, բայց մի քիչ այդ վերևը ծանրանալով այդպես ականջներ են առաջանում ապակու վրա։ Մյուս տարբերակը այնտեղ մի քիչ ավելի մոդեռն լուծումներով, այսինքն որ այս կենտրոնի այդ գորգաձև հորինվածքը կասկադի շեշտվի, բայց կողքը այդպես այսպես էլի, ասենք ինչ որ այլ ոճի, այլ բնույթի օրինակներ, իդեպ այնտեղ մի հատ է բարձր, որը էլի ստվեր կգցի կփակի տեսարանը, մենք առաջարկում ենք, որ այդ կողքի հատվածները այդպես ցածր կառուցապատում լինի, այլ ինչ որ նյութով տարբերվող, միգուցե հենց նույն կանաչ տանիքը շարունակվի, կանաչ տանիք լինի, իբրև ռելիեֆի շարունակություն, ու այդ նույն գաղափարը կարելի իրականացվել, այսինքն կասկադը ամբողջությամբ աջ ու ձախ կողմերից կանաչ կտորներ էլի։ Մի հատվածում կգնա ուղղակի կանաչ տանիքի վրա, դրա փորձը կա։ Բայց ասեմ ավելին, այսօր այս նոր կրթություն կոչված ծրագրով հստակ հռչակել են, որ դա պետք է մտնի նաև քաղաքաշինություն։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Թամանյանը ստեղծում էր հայկական ազգային ճարտարապետություն։ Այդ ճարտարապետությունը աշխարհին յուրահատկություն էր տալիս, աշխարհին նորություն էր ասում, ասելիք ուներ։ Մենք այսօր պետք է այդ ասելիքը կոտրենք, ջարդենք, մենք մի անդեմ բիոզանգված ենք։ Դա ենթադրում է նաև, որ մեր նկարտումները, այսպես ասած, պետք է զսպենք։ Արարատին ենք նայում, չէ՞ որ Թամանյանը բացել էր ճառագայթները դեպի մեր հույզերը։ Դա պետք է փակվի ամենուրեք։ Հիմա տեսանք ես նույն այդ որ ասեցի Դալմայի կողմից այդ ագիներում Արգիշտինի դեպ գրել էր, որ արձանագրություն է թողել, որ անեսք է այստեղ շինարարություն անել է, բայց ինչևէ չեն հավատում դրան, Արարատը ինչու են փակում։ Եղեռնից փակի արդեն Արարատը, Հալաբյան փողոցից փակվել է։ Նույնը Կասկադից պետք է փակվի, քանի որ սա գլխավոր այդ շեշտող առանցքն է, հյուսիս-հարավ Արարատին նաև կարևոր ճառագայթը։ Ու պետք է այս անդեմ, ասենք, այս գնչուական միջավայրը ստեղծեն, որ սա է նպատակը, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։ Այսինքն այստեղ ոչ միայն կոմերցիոն շահու նպատակ եք տեսնում, որ ուղղակի շահի միանշանակ գնում, այլ նաև գաղափարական։ Միանշանակ, որովհետև սկզբից ինչ որ վայրահաչում էին, թե սա սովետական կառույց է, հետո երբ որ մասնագետները ներկայացրեցին, հավանաբար ականջի պոչով լսեցին, որ ամբողջովին ազգային ճարտարապետություն է, մոդեռնիստականի դեպ, նոր ժամանակներին համահունչ, ոչ թե այսպես այն տնազային ճարտարապետությունը ճակերտավոր ազգային, ինչ որ հիմա շատ են անում, ծամած ծեծած առանց հասկանալու, ինչ որ միքսած լղոսած ռաբից վիճակի, սա բարձր մակարդակի ճարտարապետություն է, արվեստի գործ է։ Այստեղ ես ուղղակի պարզ ցույց եմ տվել, ասենք, մի քանի մոտիվներ, որոնք իրականում շատ են մշակած նորովի վերաիմաստավորած էլի, Արևի ժամացույցը, Տվինի խոյակը, Նորավանքի աշճանները, հազար մի բան, ու
իր բնույթով ծավալով նախ եւ առաջ ծավալով շատ հայեցի իրականացված, այդ թվում շարվածքը, այդ թվում լուծումները, հնարքները, այդ շինարարության, ինչպես ասենք, եթե շինարարական ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ինչպես են դա լուծել, հայկական հնարքներով բոլորը այդ հրիփսիմիատիկ տրոմպերով եւ այլն։ Սա մի ամբողջ հանրագիտարան է հայոց ճարտարապետության, իդեպ ստեղծագործական, ոչ թե ընդօրինակող ճարտարապետության, այլ ստեղծագործական, այդ առաջ գնացող ժամանակակից ճարտարապետության, որը ասեմ արվեստի գործը այդպես Ադնարազովի այդ տարբերակով չի կարելի դիտարկել, որ եթե ասենք մի 20 տարի անցավ արդեն հնացավ, դա ինչպես ասենք Հավերժեն, ասենք Մոցարտի երաժշտությունը, Բեթհովենի, չգիտեմ, Խաչատրյանի երաժշտությունը, նույն ճարտարապետությունը, նկարչությունը, մյուս գործերը դրանք ժամանակ ու տարածություն չեն ճանաչում։ Դրանք Հավերժեն իրենց ամբողջության մեջ պետք է ամբողջացնել ուղղակի սա է խնդիրը։ Ասեմ իդեպ մեծ փորձ կա նաև համաշխարհային օրինակներում, երբ հեղինակ վարպետները կենդանի չեն եղել, բայց նրանց մահվանից հետո իրենց իսկ նախագծով իրականացրել են։ Այդ դեպքում իհարկե որոշ տուժել է, ասենք մի 10%, 5% միգուցե տուժել է կառույցի տեսքը կամ ամբողջականությունը, քանի որ հեղինակները հիմնականում ստեղծագործող մարդիկ են, ընթացքում էլ շինարարության ընթացքում նրանք որոշակի փոփոխությունների դիմում են, բայց դա այսօր քանի որ ճարտարապետական հարույթում կա եւս այսպես մի փոքր տարակարծություն, միանշանակ դեմ լինելով գոյություն ունեցող այս առաջարկին քաղաքապետարանի, որ իրականացվում է, որոշ մասը գտնում են, որ ասենք հիմա առաջվա պես լավ է այդ հատվածը չեն կարող անել, ասենք գլխավոր հեղինակներից մեկը, երկուսը, որ կենդանի չեն կարող վերահսկել, բայց ասում եմ աշխարհում մեծ փորձ կա դրա, նույնիսկ թող այդ 5%-ը տուժի, բայց այդ ամբողջ 100%-ով չտուժի, էլի։ Ու իդեպ այդ հսկողությունը արվում էր հիմնականում նախ եւ առաջ գծագրին հետամուտ լինելու, որպեսզի շինարարները չշեղվեն, հետո նոր ինչ-որ փոփոխություններ անելու։ Այնպես չի, որ ասեք լրիվ ուրիշ գծագիր են ներկայացրել, ուրիշ բան են կառուցել։ Բայց հիմա կարծես թե այլևս վերջ գնացքը գնացել է, ընթացքը արդեն որոշումը կայացվել է, շինարարությունը գնում է, հա, տեսեք օպերայի կառույցում Թամանյանը 36 թվականին մահացավ, տեսավ միայն ինչպես տեղադրեցին առաջին քարը, բայց այն երկրորդ այդ գոտուց վերև իրականացվել է մի փոքր բուտաֆորիկ, գումարը չէր հերիքի ու քարի շարվածք չի, այնտեղ ոնց որ այդ նախշերը, այդ սյունաշարերը սվաղով են, էլի ինչ որ կերպ արած բետոնով բան, բայց հիմա ինչ, հա, այդ առումով ահագին տուժել է, բայց չունենայինք այս կառույցը, վերևը մի հատ sense ինչ որ պայմանական ապակի դնեինք, ասենք լավ, այս մի քարը դրեց, մի քարից վերև արդեն լրիվ ուրիշ բան անենք, ու շատ կան, այսպիսի օրինակներ շատ կան։ Ես ասում եմ իբրև հակադրություն այն կարծիքի, որոնք գտնում են, որ պետք է ուղղակի ինչ-որ այդ ֆոնային մի բանը տեղադրել, որ ինֆորմացիոն հարումով ընչի, որ սա ասենք օրիգինալն է, սրանից հետո ինչ-որ պայմանական, բայց այդ գաղափարին չխանգարի Արարատը Երևա եւ այլն։ Դա շատ վատ մոտեցում են, նշանակում է, այսինքն ռեստավրացիայի չենթարկել կառույցը, որովհետեւ հետագայում եթե մի բան վնասվեց, ինչ է, չեն վերակառուցում, արդյոք վերակառուցում են, ու վերակառուցումը միշտ ավելի զիջում է, քան զիջում է բնօրինակին։ Տարիները մաշում են այդ տեսքը, ասենք դեկորները եւ այլն երերույթի տաճարի վրա օրինակ արդեն չի երևում։ Եթե վերականգնել մի մասը կառուցում են, այն հինը, բայց հինը մաշված պահպանվում է։ Այսինքն այդ տիպի խնդիրների հաշվին մենք ստեղծագործության ամբողջականությունը կորցնենք, շատ սխալ է։ Համեմատության համար այլի աշխարհարչակ ճապոնացի վարպետի էլի ազգային մոտիվներով, այնտեղ խխունջներով, բան իրանց հետաքրքիր ջրերի մեջ բան կասկադից 30 տարի հետո է իրականացվել, այսպես կարծես ծաղիկների լաբիրինթոս, ուզում եմ ասել, սա այս տիպի ճարտարապետության մեջ աշխարհում բացառիկ յուրահատուկ կառույց է եւ պետք է ավարտվի, որ ինքը հնարավորություն ունենա նաեւ ներկայացվի համարժեք։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, շատ մտահոգիչ զրույց ստացվեց, բայց հուսով լինենք, որ կդադարեցվի այս վանդալիզմը ճարտարապետության նկատմամբ նույնպես, ինչպես մնացած ոլորտներում, եւ մի օր կունենանք իշխանություն, որը կմտածի ոչ միայն շահի մասին, բայց նաեւ մեր հեռուստադիտողներին
Ես հատկապես կուզենայի ուշադրություն դարձնել, որ ամեն փայլփլուն բան չի, որ ճիշտ ու գեղեցիկ է, պետք է նաև շատ ուշադրություն դարձնել, թե դա ինչ ուղերձներ է հաղորդում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ մասնակցեցիք մեր հաղորդմանը, հյուր եղաք։ Շնորհակալություն, որ մեր հետ եք։ Մեզ շատ հետաքրքիր են ձեր կարծիքները եւ մեկնաբանությունները, գրեք մեզ։ Կհանդիպենք, ցտեսություն։